այսօր խոսեցինք, ոչ մեկ բառ չտա։ Բարի Աստված ջան։ Դե ամեն մարդ ունի իր տարբերակը, իր պահանջը, ինչ կանանք ասենք։ Այստեղ հարցը ընդեղ է, որ ժողովուրդ ջան, արեք սպես ենք, որ սի կոչ է, մենք քաղաքական դաշտից հեռու մարդիկ ենք, սի կոչ է, որ մեր կոչով մենք կոչում ենք ամբողջ մեր հայ ազգի ժողովրդին, թե Կաբրին տեղում, թե Ռուսաստանում, թե Ամերիկայում, ում ձեռը 1% հնարավորություն կա, թող թասիբ ունենան, քաղաքականությունը դնեն մեկ կողքի, սև ու սպիտակը դնեն կողքի, ուղղակի կպնին մեր այս հայ ազգի գործին, որովհետև սիկ շատերը պատկերացնում են թույլ, ասենք ինչ որ բան է, բայց չէ, սիկ շրջափակման մի հատ առաջի փուլն է, իմ կարծիքով։ Թող մեր հայ ազգի կոչս իմ հայ ազգի մեր բոլոր բարերարներին է, կապ չունի, ինքը կունենա պետական լծակ, թե ուղղակի բարերար է։ Մենք ունենք շատ այդպես ուժեղ մարդիկ։ Թող կան ամեն մեկը իրանց վայրից, Ռուսաստանում է բնակվում, Ռուսաստանում 1% հնարավորություն լծակ ունի, թող օգտագործեն այդ լծակ, կոչս հենց անմիջապես իրանց է։ Որ դուս բերեն մեզ այս վիճակից, ինձ չի դաշկերը իմ 90 օրս լրացավ ինձ դեպորտ կենեն, թե ինչ կենեն, ինձ հարցը ստեղ իմ երկրից ապրելաձևն է, որտեվ շուտով հունվարով էտեսիկ բանի տեղ չդերեցինք, հունվարի 1-ով կնան լրիվ փակեն, շրջափակման մեջ մտնենք։ Սաղ դե տեղյակ եք, թե Վրաստանում էլ ինչ կկատարվի մեր հայ բեռնափոխադրողների համար։ Հիմա պարոն Խուդացյանին եք սպասում։ Դե տեսնենք ով կա հարկ համար է։ Տեսնենք, հա իհարկե, մարդիկ շատ լավ է կաշխատին։ Օգնել են, արդեն փոփոխություններ նկատում ենք այն կողմից։ Դե շոֆերներին, վարորդներին, փոխադրողներին չեն նեղացնում։ Այստեղ մենակ հարցը վարորդները չէ, ժողովուրդ, օրինակ գյուղացին պամիդոր վարում կմշակե, եթե ինքը չկրծավ արդահաներ, շոֆերը չկրծավ դիկտաներ, պարզ բան է, որ ամբողջ հայ ազգի էներգետիկան կնա կաթվածահարեն է։ Դրա համար օրհասական վիճակ է, էլի եւս մի անգամ կոչ եմ անում մեր հայ ամբողջ մարդկանց, ում ձեռքը հնարավորություն կա, ով կկրնանա այս հարցին ինչ որ մի հատ իր ձևով լուծում տա, թող ելնին, չնայեն քաղաքական հայացներով սև ու սպիտակ կամ չգիտեմ ինչ, ուղղակի մեր փրկությունը Գարեգին Նժդեհի եթե կարդացել եք, գիտեք, մեր փրկությունը մեր միասնության մեջն է, հերիք է։ Ամեն մեկս մեր կողքերով ապրենք, նայենք որ մեզ նեղություն չեն տա, ես պրոբլեմ չունեմ, բայց ստեղ եմ, սաղ օրը, սեղավ քանի օր է ստեղ ենք։ Հիմա տարբեր պաշտոնյաների անուններ եք տարի, որ ցանկանում եք Մհեր Գրիգորյանին հանդիպել։ Ես անուն չեմ տվել։ Ես անուն Ձեր չեմ։ մյուս գործը։ Դե մենք կփորձենք տեսնենք։ Հիմա հստակություն կա, ինչ քայլ պետք է այսօր անեք։ Հստակություն մեր քայլը էլի կկրկնեմ ժողովուրդ ջան, մենք քաղաքականությունից հեռու ժողովուրդ ենք, մասսա ենք, մենք մեր աշխատանքի տերն ենք։ Մենք փորձում ենք օգնել մեր հայ ժողովրդին, մեր բեռնափոխադրողներին, մեր բիզնեսմեններին։ Եթե մենք չաշխատանք, խանութներում շատ բաներ դեֆիցիտ կդառնան։ Դե կտկան բանը, ուրիշ ոչ մի բան։ Հիմա այստեղ ստորագրահավաք են իրականացնելու։ Պահանջը ո՞րն է։ Եվս մեկ անգամ եմ կրկնում, իհարկե ստորագրել են, դուր մեջը բան չկա, պահանջը պարզ, եվս մեկ անգամ չկրկնեմ, պարզ մեր քայլերի համար է, որ մենք ստեղ ենք, մեր ձայնը հասանելի է, մեր համար է, որ մենք ստեղ ենք, ուրիշ ոչ։